դեն որ գերեզմանոցում կրակոցներ են հնչել, այդ բնակավայրի մարդկանց հրավիրել եք, խոսել եք իրենց հետ, իրենք որևէ առնչություն չունեն այդ սպանության հետ, դա զուտ սարքել են քաղաքական գործիք օգտագործելու համար։ Եթե տեխնացությունը թանես, փետրվարի 5-ի մերձավարում հնչած կրակոցների գործից կմաքրեք։ Ինչպես են փորձ կատարել կապել Վալոդյայի ընտանիքի հետ, դա նույնն է, ինչ որ ասենք օրինակ հոկտեմբերի 27-ի սպանությունը բացահայտված է։ Անուն լրատվականի հարգելի հետևորդներ, մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք ապրելու երկիր կուսակցության նախագահ Մանեթ Անդիլյանին։ Սեպտեմբերի 23-ին կրակոցներ հնչեցին Փարաքար համայնքում, սպանվեց համայնքի ընտրված ղեկավար Վալոդյա Գրիգորյանը, դեպքից անցել է 17 օր, նախաքննական մարմինը, ինչպես նաև ոստիկանությունը պնդում են, որ հանցագործությունը բացահայտված է, մինչդեռ մեծ զրույցում Վալոդյա Գրիգորյանի մայրը պնդում էր, որ կան պատվիրատուներ։ Ինչ է կատարվում Փարաքարում, կրքերը չեն հանդարտվում, մենք կփորձենք ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել Տիկին Թանդիլյանի հետ հասկանալու համար, թե ի վերջո սպանությունը բացահայտված է, թե ոչ։ Տիկին Թանդիլյան, շատ շնորհակալ եմ, որ չմերժեցիք մեր խնդրանքը եւ այսօր մեր տաղավարում եք։ Բացահայտված է Փարաքարի սպանությունը, թե ոչ։ Այս հարցը կարծես թե բոլորը շարունակում են, այո, փետրվարյան 5-ի դեպքերի շարունակությունն են եւ սպանությունը բացահայտված է։ Քննության մասին կցանկանայի ձեր գնահատականը, Տիկին Թանդիլյան։ Սպանողին բացահայտելը, անգամ եթե համարում ենք, որ բացահայտվել է եւ ենթադրյալ սպանողը ձերբակալված է, չի նշանակում ոճրագործությունը բացահայտել, չի նշանակում ամբողջ հանցագործությունը ամբողջական բացահայտել։ Դա նույնն է, ինչ որ ասենք օրինակ հոկտեմբերի 27-ի սպանությունը բացահայտված է, որտեղ գիտենք ովքեր են կատարողները։ Բոլորս գիտենք, չէ՞ որ դա բացահայտված սպանություն չի, ոճրագործություն չի։ Եվ այս առումով ինչու եմ զուգահեռներ տանում, որովհետև ակնհայտ է, որ այն հանգամանքները, որոնք առաջացրել են այս ոճրագործությունը, դեռևս բացահայտված չեն։ Եթե ուրիշ ոչինչ չասեմ, ապա այստեղ նաև գործ ունենք հանցավոր անգործության հետ, այստեղ գործ ունենք լռության հետ, տեղեկացված լինելու եւ այդ մասին չտեղեկացնելու իրավիճակի հետ, այստեղ գործ ունենք ինչու՞ չէ չեմ վարանի այդ խոսքը օգտագործել հովանավորչության հետ, երաշխիքների հետ, որովհետև երբ որ դուք տեսնում եք, թե ով է ենթադրյալ սպանությունը կատարել, ում են մեղադրում 20 տարեկանի մեկին, ով որևէ առնչություն, որևէ կապ Վալոդյա Գրիգորյանի հետ չի ունեցել։ Եվ այստեղ դա փորձել վաճառել հանրությանը որպես հաշվեհարդար կամ այն բան, ուղղակի հանցագործությունը կոծկելու ժանրից է, փորձ կոծկելու, փորձ անելու։ Ինչը ես համոզված եմ, դուք ձեր պարտաճանաչ աշխատանքով ինչի համար շատ շնորհակալություն պիտի ձեզ հայտնեմ հետևողական աշխատանքի համար, եւ մենք եւ հանրությունը պահանջելու ենք սա ամբողջական բացահայտում։ Ուզում եմ կրկնվել, ոչ այս ոճրագործությունը ամբողջապես բացահայտված չէ։ Պատվիրատուն ունեք ենթադրյալ այդ կասկածյալը, անուններ շրջանառվում են։ Փետրվարյան 5-ի դեպքերի շարունակությունն են եւ այլն։ Կա ձեզ համար Տիկին Թանդիլյան այդ պատվիրատուն, այդ կասկածյալը, որ դուք ունեք, որ ինքն է։ Ես առաջին իսկ օրերից ասել եմ, որ տարբեր մոտիվներ կան այս սպանություն կատարելու եւ բոլոր մոտիվները պիտի մանրազնին քննության արժանանան։ Ես ցավում եմ, որ առաջին իսկ օրը հանրապետության վարչապետը հայտարարել է եւ ուղղորդել, թե ինչպիսին պիտի լինի այս բացահայտումը, կոչելով այն հաշվեհարդար, իսկ ես ասացի ձեզ, որ այդ անձը կատարողը ենթադրյալ որևէ առնչություն չի ունեցել Վալոդյա Գրիգորյանի հետ եւ հաշվեհարդարի մասին չէր կարող խոսք լինել այս հանգամանքում, իսկ նա արդեն ուղղորդել է։ Կա այստեղ քաղաքական մոտիվացիա, այո, ովքեր են շահառուները այս իրավիճակի, եթե մենք սկսենք շահառուներին առանձնացնել, դիտարկել, բազմաթիվ հնարավորություններ կան։ Եթե ես իմանայի, ով է պատվիրատուն, բանա մի օր գոյություն կունենար, բայց այն, որ հիմա պիտի այդ հանգամանքն էլ պարզաբանվի, թե ովքեր են այս իրավիճակի շահառու դարձել, մենք կարողանանք նաև դուրս գալ նրանց, ովքեր հովանավորել են, կազմակերպել են, աջակցել են, ինչու՞ չէ պատվիրել են։ Այո, ընտանիքը իրավունք ունի այդ կարծիք ունենալ, քանի դեռ ամբողջությամբ չի բացահայտվել այս ոճրագործությունը։ Տիկին Թանդիլյան, մենք պարբերաբար նկատում էինք փետրվարի 5-ի այդ կրակոցներից հետո գործով շատ մեղադրյալների հարազատներ գալիս էին, բողոքում էին, որ գործից մարդիկ են մաքրում, կարծես թե գործը քննությունը այն հնով չի ընթանում։ Դուք ընտրություններից հետո լարվածություն նկատել եք, որ կար Փարաքար համայնքում, եւ եթե կար, ինչու եք լռում, որ չունենայինք այս հետևանքը։
Եթե դուք Վալոդյանին ճանաչել եք կամ որպես անձ, որպես անհատականություն, դուք կիմանայիք, որ նա համերաշխության, միասնականության ջատագով էր եւ որևէ լուր լարվածության մասին ոչ միայն մենք տեղյակ չենք եղել, այլև Վալոդյայի այդ մեր շփումներում նման թեմայով զրույց չի եղել։ Նա որևէ լարվածության գրող կամ լարվածության մասին մեծ հետ որևէ զրույցում չի խոսել, որովհետեւ նա այդպիսի բան չի զգացել։ Ես ինչու եմ սա շեշտում, որովհետև այդ արհեստածին կապը այո եղել է հանգամանքներ, որոնք այս կամ այն ձևով եւ եթե խոսենք կմանրամասնենք, թե ինչպես են փորձ կատարել կապել Վալոդյայի ընտանիքի հետ, բայց այդպիսի կապ չի եղել իրականում եւ նա որևէ լարվածություն չի զգացել ու դրա ոչ գրողը, ոչ էլ դրա ազդեցություն ունեցողն է եղել։ Եվ հետևաբար խոսել այո բնական է մարդ է սպանվել եւ չի բացահայտվել սպանությունը, լարվածություն ինքնին այդ երևույթով պայմանավորված կարող է լինել, բայց դա ամենևին աղերս չուներ Վալոդյայի գործունեության հետ կամ այն հարգանքի եւ այն հեղինակության, որ նա վայելում էր իր համայնքում։ Սեպտեմբերի 23-ից հետո մասնագիտական առումով բավականին հետաքննություն սկսվեց մեր լրատվամիջոցի կողմից հասկանալու համար, թե ինչ են խոսում, ինչ են ասում գյուղում եւ սեպտեմբերի հոկտեմբերի դեպքից 8 օր անց, այսպես հստակեցնեմ, գնացի Մերձավան, այնտեղ խոսակցություններ լսեցի, որ ընտրություններից հետո, երբ որ Մերձավանում կրակոցները հնչում են եւ Վալոդյա Գրիգորյանը արդեն իր տեխնացությունը առաջադրում է, այսպիսի խոսակցություններ են հասել գյուղի բնակիչներին, որ այդ ժամանակ Վալոդյա Գրիգորյանին ասել են, եթե տեխնացությունը թանես, ապա եղբորդ այս քրեական գործից փետրվարի 5-ի Մերձավանում հնչած կրակոցների գործից կմաքրեք։ Ինչ հետաքրքիր է, դուք նման խոսակցություն երբևիցե լսել եք, նման խնդրով երբևիցե ձեզ հետ կիսվել է պարոն Գրիգորյանը, եւ եթե այո, ով է հեղինակը, ով է նման առաջարկ արել պարոն Գրիգորյանին։ Եթե դուք հիշում եք, ես վստահ եմ, որ հիշում եք, այդ դեպքերից օրեր անց Վալոդյան ինքը հայտարարությամբ նաեւ հանդես եկավ եւ մեր քննարկումներից հետո որ իր եղբորը ներքաշել այս ամեն ինչի մեջ ունի քաղաքական ենթատեքստ եւ որ քաղաքական ճնշման գործիք են որպես կիրառում այս ողբերգությունը փորձ կատարում կիրառել։ Վալոդյան երբեք իր սկզբունքներից եւ արժեքներից հետ կանգնող մարդ չէր եւ չէր կանգնելու, դա բոլորի համար ակնհայտ էր եւ եթե նրանք գոնե պատկերացում ունենային ում այդ գործում են, ինչ արժեքներով, ինչ ազնվության տեր մարդու, նա չէր կարող եւ չպիտի հետ կանգներ, որովհետեւ մաքուր է եւ անկեղծ։ Հետեւաբար ուղղակի նման խոսակցություն սա նույնպես հետաքննության առարկա եւ լավ կլինի որ իրավապահները գնան տեսնեն մարդիկ ինչ են խոսում այդ ումին նկատի ունեն բայց այն որ սա որպես գործիքակազմ փորձ են կատարել օգտագործել քաղաքական նկատառումներով դա նաեւ Վալոդյան հարաբերական հայտարարել է որ սա քաղաքական ենթատեքստ ունի ինչու եմ սա այսպես ասում որովհետեւ եթե դուք տեսնեք կապը տեսնեք թե ինչպես է նաեւ իր եղբայրը ներքաշվել այս ամենի մեջ ինչպես է ներքաշել նրան դուք կտեսնեք, որ դա կատարել է սպառվածի եղբայրը եւ հարցազրույց է տվել անուններ փորձել այդպես ապականել եւ ապահարակել Վալոդյայի եղբոր անունը իր հարցազրույցում ասելով նրան տալով ու հարցազրույցը տվել է ոչ այլ լրատվամիջոցի, քան հայկական ժամանակը եւ հասկանալի է բոլորի համար, որ այս գործիքակազմը ԿՊ-ն եւ քաղաքացիական պայմանագիրը իշխող մի անգամ չի որ օգտագործում բոլոր տեղերում, ապրում է քրեական գործեր սարքելով, ես այդ բառն եմ օգտագործում, հետ պահել քաղաքական գործընթացներից անձանց։ Ուղղակի կրկնում եմ, նրանք չեն ճանաչել Վալոդյա Գրիգորյանին, նրանք չգիտեին, թե ինչ սկզբունքայնության տեր մարդ է նա եւ այդ շինծու մեղադրանքը, որ այսօր փորձ են կատարում նաև իր եղբորանվան հետ կապել, չէին կարող անգամ ապացուցել։ Եթե Վալոդյան չնչին իսկ առնչություն ունենար այդ դեպքի հետ, ինչ է կարծում, կփնտեց կբավարարվեր իր եղբորը տնային կալանքի ընդ որում խուլիգանության հոդվածով զուտ սպանվածի եղբոր ցուցումով արված այդպես վարվեր, իհարկե ոչ։ Եվ այնպես որ իրենք որևէ առնչություն չունեն այդ սպանության հետ, դա զուտ սարքել են քաղաքական գործիք օգտագործելու համար, ինչը Վալոդյանին հետ չի պահել իր հայացքները պաշտպանելուց։ Տիկին Թանդիլյան, դեպքից 17 օր անց բոլորը հնչեցնում են գնահատականներ, որ հանցագործությունը չի բացահայտվի։ Ինչ հետաքրքիր է ձեր գնահատականը, կբացահայտվի այս հանցագործությունը, թե ոչ։ Այն շրջանակը, որ դուք ասում եք շահառուները, այն հնարավոր պատվիրատուն, այն կազմակերպիչը, այդ խումբը կբացահայտվի, թե ոչ։ Ես
ցավով փաստն եմ արձանագրում, որից իրավունք եմ ինձ վերապահում անել եզրակացություններ։ Օրինակ փաստ, որ քննչական մարմնի ղեկավարը հարցազրույց է տալիս եւ իրեն դատավորի արդեն դատավճիռը իրականացնողի տեղ դրած հայտարարում է, թե ինչ հանգամանքներով ինչի է կատարվել եւ կոչում է այս հանցագործությունը հաշվի առդար։ Սա արդեն իսկ ուղղորդված տեսակետի մասին է, երբ որ այսպես անկաշար թվում է թե եւ իր պրոֆեսիոնալ աշխատանքը կատարող մարմին պիտի լիներ եւ բացահայտի կատարիչ գործը բացահայտելու, նա դատավճիռն է արդեն ներկայացնում, ընդ որում մեղադրում են մարդու, իսկ նախորդ օրը մեղադրում են մեկ այլ մարդու։ Սա ինչի մասին է, ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի առնվազն, իսկ եթե ավելի մեծ նայենք, արդեն ուղղորդված դատաքննության եւ նախաքննության, որը բերում է այն համոզման կոնկրետից, որ իրենք շահագրգիռ չեն ամբողջական բացահայտման, այլապես նման հայտարարություններ չէին անի։ Ես ինձ թույլ կտամ, որ ասում են benefit of the doubt անել, թույլ տալ աշխատել, բայց այն որ այս ոչրագործությունը բացահայտվելու է այսօր թե վաղը, ես կասկած չունեմ, ով է լինի իշխանության, վաղը փոխվելու է այս իշխանությունը եւ իրենք էլ թող իմանան եւ պաշտպանել ու հովանավորել նրանց, ովքեր կատարել են այս հանցագործությունը, չեն մարսելու ոչ ոք, որովհետեւ իշխանությունը է փոխվելու։ Վաղը չեն ասում, գիտեք, մեզ տիպել են այդ ձեզ չի փրկելու։ Դրա համար այսօր եմ ուզում ասել այդ իրավապահ մարմիններին կատարեք ձեր աշխատանքը պրոֆեսիոնալ։ Վաղը որևէ արդարացում չեք ունենալու եւ որևէ ձևով պատրիճ չեք խուսափելու։ Իսկ իշխանությունները ժամանակավոր են, չմոռանաք, հատկապես այս իշխանությունները։ Որպեսզի ամփոփենք խոսքը, վենդետա էր քաղաքական, կենցաղային ձեր գնահատականը։ Ի վերջո, սա քաղաքական էր թե կենցաղային, եւս մեկ անգամ հստակեցնենք Տիկին Հանդիլյան։ Ես կարծում եմ, որ նաև այն հանգամանքը, որ իրենք փորձ են կատարում սա կապել ինչ-որ հաշվեհարդարի հետ եւ դա ամենահարմար ձևն է գտնել մեկին, ով կարող է ինչ-որ մոտիվացիա ունենալ ենթադրյալ, որ իրականում չկա եւ կապ չկա, ցավոք սրտի սա այն գործիքակազմն է, որ փորձում են արհեստավարժ կերպով կոծկել իրական շահառուներին, իրական պատվիրատուներին։ Եվ ես հույս ունեմ, որ իրավապահ համակարգը չի տրվի այդ սադրանքներին եւ չի ուզենա գնալ այդ ճանապարհով, դեռ ենթադրում եմ կան այնտեղ պատիվ ունեցող, արժանապատվություն ունեցող պրոֆեսիոնալներ, բայց անգամ եթե դա այդպես չլինի, վաղ թե ուշ ամբողջությամբ կրկնում եմ բացահայտվելու է, որտեղ մարդիկ ամեն ինչ գիտեն, նույն դուք եք շփվում մերձավանում, ինֆորմացիա են փոխանցում, այդ մարդկանց հարցաքննել են արդյոք, բոլորին լսել են, ես ամեն ինչ Ընտանիքի անդամներին 14 օր անց նոր հայրիկին էին հրավիրել նախաքննական մարմնի։ Այնինչ առաջին օրերի ընթացքում եթե դու չես ուզում ավելի շատ կիմանա ով է մրցասպանը կամ պատվիրատուն հավանական։ Այո, գիտենք որ գերեզմանոցում կրակոցներ են հնչել, այդ բնակավայրի մարդկանց հրավիրել եք, խոսել եք իրենց հետ։ Այդ ինչ կրակոցային, ոչ ոք ձեն չի հանել, օրինակ եմ ասում, ուղղակի չեն լսել, բայց արել եք այդ աշխատանքները ընդհանրապես պատրաստված, նախապատրաստված սպանություն է։ Եվ սա եւ կանխել էր հնարավոր, հենց այդ տեսանկյունից ելնելով եւ բացահայտել ամբողջապես, այնպես որ ես կարծում եմ, որ մեծ աշխատանք դեռ կա անելու, ցավով եմ ասում, որ վստահություն չունեմ այսօրվա իշխանության օրոք ուղղորդվող գործերի պարագայում հնարավոր է ամբողջական բացահայտում թե ոչ, բայց համոզմունք ունեմ եւ վստահ եմ մեր եւ ձեր նաեւ հետևողականության շնորհիվ մենք այս ոչրագործության մասնակիցներին թույլ չենք տալու հանգիստ քնեն եւ ինքն պատասխան են տալու օրենքի ամբողջ հստությամբ։ Փարաքարի համայնքապետի աթոռը ըստ էության դարձել է կրիմինալ աթոռ, վտանգված աթոռ, Դավիթ Մինասյան, խայտառակ քրեական գործեր արդյունքում ազատում են, Լյուդվիգ Գյուլնազարյան, կրկին խայտառակ մի սենց շարքեր եւ արդյունքում նա հեռանում է։ Ամենաողբերգականը Պաուն Գրիգորյանի դեպքն էր, անվտանգ է նոր համայնքի ղեկավարը Տիկին Հանդիլյան։ Այս հարցը գրեթե բոլորը հնչեցնում են, ինչ կլինի նոր համայնքապետի հետ, անվտանգ է նրա կյանքը, նրա գործունեությունը։ Գիտեք, այն ազդեցությունը, որ ուներ Վալուջա Գրիգորյանը համայնքում, այնքան տեսանելի էր եւ նրա հեղինակությունը, նրա հարգանքը, դա շատ անհատական հատկանիշներ են եւ այդ հանգամանքներն են, որ նրան եւ այդտեղ ծավալվող իրադարձությունները, որովհետեւ չեն կարողանում մարսել մեկ անձի ազդեցության աստիճանը այսօրվա իշխանությունները, դա ակնհայտ է եւ ամեն տեղում չեն կարողանում
պարսելապես չի որ միայն փարականում, բայց այստեղ այնքան անվեկանելի էր եւ նրանց այնքան դժվար էր հաղթահարել դա, որ այսպես խտացվում էին նաև գույները փարակար համայնքում։ Իրականում ես կարծում եմ, որ պիտի դրանով իրավապահ մարմինը զբաղվի եւ եթե նման լարվածություն կա կամ նման անհանգստություն, ինչը վավեր անհանգստություն է, պիտի ավելի լուրջ վերաբերվեն իրավիճակին, բայց ես կարծում եմ, որ անվտանգ ոչ մեկս չենք այսօր մեր երկրում, բայց համայնքապետը նորընտրվող պատրաստ է պատշաճ կատարել իր պարտականությունները օրենքի սահմաններում, ինչպես միշտ եւ վարվել ենք, եւ ինքը հաստատակամ է իր անելիքում շարունակելու Վալոդիայի գործը, այնպես որ մտադրություններ ունի, չարաչար սխալվելու է եւ մենք թիմով այնտեղ ենք լինելու եւ աջակցելու ենք նոր համայնքապետին։ Տիկին Թանդիլյան, ինձ հետաքրքիր է Պոն Գրիգորյանի հետ վերջին անգամ երբ էիք շփվել, վերջին խոսակցությունը ձեր։ Վերջին խոսակցությունը ես մի պահ երկրից բացակայեցի, դրանից առաջ էր զուտ ճշտելու, ինչի կարիք ունի թիմի աջակցության եւ հիշում եք օրը հստակ։ Ամսաթիվը չեմ հիշի, բայց սեպտեմբերի սկիզբն էր։ Եվ տրամադրությունը լրիվ դրական, շատ պոզիտիվ, աշխատանքային, շատ շնորհակալ, որ այդպես բոլորս իր կողքին ենք եւ բազմաթիվ հարցերով մենք քննարկումներ էինք ունենում, քան որ պիտի բացակայի խոսեցի իր հետ իմանալու ամեն ինչ կարգին է եւ համոզմունքը, որ ամեն ինչ իր հունով է եւ ինքը շատ վճռական էր մեր բոլոր խոստումները կատարելու, բոլոր ծրագրերն իրականացնելու։ Ես ուղղակի մեծ ցավ եմ ապրում իր կորստի հետ, նա իմ լավ ընկերներ, մեր բոլորի ընկերներ, որտեղ նա այդպիսի մարդ էր, լավ ընկեր էր եւ իրեն ճանաչողները գիտեն թե ինչի մասին եմ խոսում։ Դուք ունեք այն մտավախությունը, եթե այս հանցագործությունը չբացահայտվի եւ իրական կազմակերպիչները չհայտնաբերվեն, անխուսափելի է մեր զավանում կրկին պայթուն է լինելու։ Այսպիսի մտահոգություն ունի նաեւ իրավապահ համակարգը, որտեղ գրեթե սպանությունից 17 օր անց կրկին վերահսկողությունը շարունակվում է։ Երբ որ արդարադատություն չկա, մարդիկ իրենց ձեռքն են վերցնում արդարադատությունը։ Դա միշտ է այդպես, ամեն օր է այդպես։ Եվ հետևաբար, այո, նաև ամբողջական բացահայտումը բխում է հանրային շահից եւ նաև իրավապահների աշխատանքը պիտի միտված լինի հենց այդ նպատակով բացահայտելուն, որովհետեւ պիտի գրքերը հանդարտվեն նաև բացահայտման հետևանքով եւ մարդիկ համոզմունք ունենան։ Մի բան է դու գնաս եթերով խոսես ընդորում ուղղորդված, մի այլ բան, որ մարդիկ գիտեն, ներքին տեղեկատվություն է շրջանառվում, թե ով ինչ ինֆորմացիա ունի, այդ ինֆորմացիայի հետևից գնացել են թե ոչ, եւ այդ մասին էլ մարդիկ գիտեն համայնքում։ Հետևաբար նրանք պիտի միջոցները ձեռնարկեն կամ այո վտանգը շարունակելու է մնալ արկախված, որովհետև մարդիկ կորցրել իրենց ընկերոջ, իրենց հարազատ մարդուն, ում սիրել են անվերապահորեն, անգամ իր ընդդիմախոսները, դուք վստահ եմ էլի հիշում եք, երբ որ 21 թվականին ընտրություններից հետո Վալոդիային հետ պայքարի ճանապարհ էինք անցնում, նա ստորագրություններ հավաքեց ավելին, քան իր համար քվեարկել են, որպեսզի նոր ընտրություններ տեղի ունենան։ Նա այդպիսի հարգանք ունեցող անձնավորություն է համայնքում, այդպիսի ճանաչում ունեցող եւ հետեւաբար այդպիսի հարգանք վայելող այն առումով, որ մարդիկ հաշտ չեն սրա չբացահայտման հետ։ Եվ եթե մենք խոսում ենք հանրային կարգ ու կանոնի եւ հանրային համակեցության մասին, պիտի ամբողջությամբ բացահայտվի։ Այլապես այո համայնքում համակեցության կանոնները եւ անդորը խաթարված են։ Շնորհակալ եմ Տիկին Թանդիլյան, մենք կհետևենք քննության ընթացքին, այդ թվում նաեւ մեր հետաքննությունը մեր զավանում կշարունակվի։